Խնդիրը արդեն ունի մոտ 2 տարվա պատմություն։ Մենք իմանալով, որ մեր բազմաբնակարան 4 բազմաբնակարան շենքերի արանքում, այսինքն այդ միջնամասում նախապատրաստում է կառուցել բազմաբնակարան շենք, մենք փորձել ենք, երևի դուք տեսել եք, որ Երևանի տարբեր հատվածներում գալիս է հասնում մի պահ, որ բնակչությունը ոտի է կանգնում, որ ինչու հենց այստեղ շենք սարքեցիք։ Մենք այն գլխից, որպեսզի այս պատմությունը չլիներ, այսօր որ մենք այստեղ ենք, փորձեցինք դրա դեմն առնել եւ սկսեցինք պաշտոնապես փորձել հասկանալ ինչ է կատարվելու մեր բակում։ Մենք առաջինը փաստաբանական օգոստոսի 8-ից սկսած 2023 թվականի մենք պաշտոնապես դիմեցինք Երևանի քաղաքապետարանի փաստաբանի միջոցով, որ տվեք մեզ տվյալներ, թղթեր, փաստաթղթեր, ինչ եք դուք պատրաստում անել մեր բակում։ Այսինքն մենք ուզեցանք մեր գլխի գալիքն իմանալ։ Բայց մինչև այս երկուշաբթի օրը արդեն 25 թվականի մի այսպես մեծ փաթեթ արդեն մենք փաստաթղթեր ենք հավաքել։ Մի քանի անգամ եղել ենք վարչական շրջանի ղեկավարի մոտ ընդունելության, բոլոր տեղերից ստացել ենք բառը օգտագործեմ, հա ցերողական պատասխան եւ ոչ մի տեղ մեզ չեն տվել համապատասխան փաստաթղթեր մինչև այս երկուշաբթի օրը։ Եվ երբ որ արդեն մենք պաշտոնապես ստացանք այդ փաստաթղթերը եւ արդեն այդ փաստաթղթերը մեզ տրամադրեցին շինարարությունը սկսելուց հետո։ Այս ընթացքում մոտ տարուկես չարչարվելով մենք հասկացանք, որ ինչա կատարվում։ Նայեք, մենք բնակիչներ ենք, ուղղակի ապրում ենք մեր տներում, բայց գոյություն ունի Երևանի քաղաքապետարան, որը կարծես թե մեր քաղաքապետարանը պետք է լինի, բայց պարզվում է ինչ, մենք երկուշաբթի օր եղել ենք քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Բարսեղյանի մոտ, մի շատ պատրաստված կիրթ երիտասարդ։ Ինքը շատ կիրթ, գեղեցիկ բացատրեց այս ամբողջ իրողությունը։ Այսինքն իրողությունը ինչումն է։ Քաղաքապետարանը իր բնակչի հետ առնչություն չունի։ Մարդիկ ապրում են իրանց համար եւ իրանք չունեն ոչ հնարավորություն, ոչ մեթոդ, ոչ ռեսուրս, որ որևէ ձևով նախապատրաստվեն այն փորձանքին, որը գալու է իրանց տների վրա։ Մենք այն գլխից այդքանը գիտակցելով փորձեցինք դեմն առնել, որ չգա հասնի նրան, որ մեզ տանեն դեմ տան շինարարին եւ ոստիկանին։ Բայց շատ գրագետ այդ տղան բացատրեց, ես բառացի հիմա կրկնում եմ, ես պնդում եմ, որ դա այդպես ամբողջ process-ը կառուցված, գալիս է դիմում է ինչ որ մեկը այստեղ եւ գալիս ասում է տվեք ինձ օրինակ ես ինչ շին թույլտվությունը։ Քաղաքապետարանը ինչ է անում։ Այնպես մեխանիզմներ են հնարել, որ մեզ հետ առնչություն չունենան։ Պահանջում է այնպիսի նորմատիվային փաստաթղթեր, որոնցով հնարավոր լինի եւ օրինականացնել այդ շինարարությունը եւ հիմնավորել եւ ձեռնպահ մնալ որևէ պատասխանատվությունից։ Լավ, այդ երիտասարդին հարցնում եմ։ Մարդը ասեց, հա, օգտագործեց հմուտ ձևով արել են։ Ասում եմ, շատ սիրուն բառ օգտագործեցիր տղա ջան, հմուտ արել են։ Մենք պատրաստ չենք հմուտ անելու։ Դու չէ որ մեր քաղաքապետարանն ես, ինչի՞ չես գալի մեր հետ ասես ձեր գլխին sense բան է գալու։ Դուք եկեք մեր կողքը կանեք ասեք, դուք ինչ եք մտածում սրա համար։ Բայց առ այսօր ինչ ես ձեզ հետ խոսում եմ, մի հոգի ոչ վարչական շրջանից, ոչ քաղաքապետարան, չէ, երեք մի հոգի վարչական շրջանից այդ մեր հավաքվելու շուրջ ոստիկանները հրավիրեցին եկավ։ Մի հոգի մարդ չի եկել մեր բակը, այսինքն այս շենքից, որը մեր քաղաքապետարանը, մեր համայնքի ղեկավար մարմինն է այստեղ նստում, մեր քաղաքապետն է այստեղ նստում, մեկը չի եկել ասի ժողովուրդ, ինչի՞ց եք դժգոհ, ինչ խնդիր կա, օրինական նստենք, քննարկենք, լուծում տանք դրան։ Այդ թեժ գծանք զանգում, ինչ ուզում եք արեք, միևնույն է ոչ մի բան չկա, ձայն բարբառո անապատի։ Ավելին եմ ձեզ ասում, նախընտրական փուլում Տիգրան Ավինյանին հրավիրել ենք այդ բակը մեր վախերը ասելով 23 թվականի սեպտեմբերն է ժողովուրդ մենք հրավիրել ենք զապիսները բոլորը կա վիդեոները կարաք YouTube-ում էլ գտնեք պետք է մեկը փոխանցեք ձեզ ես անձամբ խոսել եմ այդ մարդու հետ ասում եմ եղբայր այսպեսի բան է այստեղ նախատեսում ասես մեր մոտ տենց հաստատված բան չկա լավ չկա ասեցի ինչով ասես այդ մարդու շահերը մենք պարտավոր ենք պահենք Տիգրան Ավինյանի խոսքերն եմ ասի լավ եք անում բա մեր շահերը ով է պահելու մոտ 1000 մարդ է ապրում այդտեղ եւ այդ մեր շահերը ով է պահելու ասես ձեր շահերը հանրային լսումների ժամանակ կպահվեն, դուք էլ ձեր կարծիքը կգաք ասեք։ Ասի դե հիմա արի տղավարի խոսք տուր, որ այդ հանրային լսումը անելու ես այստեղ մեր բակի ֆուտբոլի դաշտում եւ ինքդ էլ քեզ հրավիրում եմ, որ դու գաս այդ հանրային այսպես մենք Տիգրան Ավինյանի հետ ձեռ-ձեռի ենք տվել, ինքը ինձ ասես մենք կուղարկենք փորձագետների, մասնագետների խումբ, որ դուք ձեր վախերը, ձեր խնդիրները ասեք այդ մարդկանց։ Ախպեր հրավի ուղարկեիր։ Մինչև այսօր այդ խոստումը չի կատարել։ Հատուկ այնպիսի պարամետրեր ընտրեցին այդ շենքին, որը շմակ փորձաքննություն չհանցնի, այսինքն այդ բոլոր մեխանիզմները մտածված են, բայց բնակիչը այս մարդիկ պրոստը ապրում են իրենց համար, իրենց կողքին
չի անցել այս պրոյեկտը շմակ փորձականություն, բացատրեմ ինչու։ Մի հատ նորմատիվային փաստաթուղթ են հնարել, որ նայեք, ինքը մոտ 20 մետր, 25 մետր ինքը հենց հիմա նկարը ձեզ կարող եմ ցույց տալ, այսօր առավոտվա։ Շմակ փորձականություն չի անցել։ Այդ շենքի կառուցումը մեզ հետևյալ վնասներ է հասնում։ Շենքը ամբողջ ընդերքը գրանիտ է, մոտ 2000 քառակուսի մակերեսով իրանք փորելու են, մոտ 20-25 մետր պետք է իջնեն ներքև, որ դուք հիմա գաք մտնեք, ես նոր կատակով մեր բնակիչներից մեկին ասում, այսօր դու երեք դու վիբրոմասաժ ես ընդունել Բաղնիքում, մենք կատակ ենք անում իրար հետ, այսինքն մեր շենքը վիբրացիայի մեջ է, այդ 4 բազմաբնակարան շենքերը եւ հարակից շենքերը բոլորը տարիքը լրացած շենքեր են, մեր շենքերը դառնալու են վթարային, մեր տների գինը ընկնելու է, հասարակ բանա, մենք մեր իրավունքների, մեր սեփականության համար ենք պայքարում, ժողովուրդ ինչ եք մեզ վնաս տալիս, մենք հասարակ բան ենք ասում։ Հեռավորությունը քանի մետր է շենքերի միջև։ Շատ լավ հարց եք տալիս, այդ նույն բանը ես Տիգրան Ավինյանին եմ ասել, իրանք էլ են տենց մտածում, ասում եմ, հիմա որ դուք ստեղից ուզում եք գնաք հանրապետության հրապարակ, մտածում եք երթևեկության կանոններից օգտվեք նոր գնաք ընդեր, եղբայր նպատակը հանրապետության հրապարակն է, մյուսը կանոններն է, կանոնը չի առաջնային, նորմատիվը չի առաջնային, դու վնասները արի իմացի, ինչ ես անելու, հետո նոր որոշի նորմատիվներով առաջնորդվես թե չէ, սա արատավոր պրակտիկա է, երբ առաջի հերթին վերցնում են այդ ձեր տված հարցով նորմատիվը, հետո դրա հիման վրա եւ վերցրած թղթերով կառուցում են ինչ-որ բան, բայց մենք դրա նպատակահարմարությունը նայեք, այդ կանաչ գոտի արաբկիրը պետք է լիներ կանաչ թաղամաս, այսօր որ բերում քանդում եք վերջի հողակտորը այնտեղ մենք ես առաջարկել եմ ասում, եղբայր այս հողը առեք այդ մարդուց, միացրեք մեր բակին դառնա կանաչ տարածք, ինչի եք անպայման շենք ճխտում այստեղ, շենքը ինչի համար եք ճխտում։ Կառուցում են մեր արդեն ստացած տվյալներով 2 հարկ ներքև, պարկինգ, 2 հատ պարկինգ ներքև եւ 9 հարկ վերգետնյա, այսինքն ինքը 35 մետր մոտավորապես բարձրություն է ունենում եւ մեր բոլոր շենքերից բարձր է կանգնելու ինքը։ Եթե այդ ընդերքը այնքան ամբողջը բազալտ է, մեր շենքերը բոլորը դառնալու են վթարային ու ոչ մեկը դրա պատասխան